21-ամյա զինծառայող Նարեկ Թորոսյանի տանը Բաքում թաղամասում սուք է։ Հարազատները, հարևաններն ու իր մասին ուղակի լսած մարդիկ նույն բանն են ասում։ Չկար նրա պես։ Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ քննություն է անցկացվում եւ հարազատները, բնակչությունը սպասում է քննության արդյունքներին հասկանալու թե ինչ է տեղի ունեցել։ Զուգահեռ մամուլը գրում է. վերջին 7 ամսվա ընթացքում սա 8-րդ դեպքն է։ Ինչ պատճառներ են նշվում, ինչ համակարգային խնդիրներ բարձրաձայնվում եւ լուծումներ առաջարկվում նման դեպքերը կանխելու համար։ Խելոք, համեստ, դրական, հիմնականում դրական են խոսում իր մասին։ Հայաթում էլ ասենք, լսել եմ, որ ասենք դրական են խոսացել իր մասին։ Մերը շատ լավ կին է, աղջիկը, մեծ աղջիկը շատ լավ ազնվորություն է, բարի, ինչ ասում, շատ լավ ընտանիք են։ Իրիկուն ես լսեցի, շատ ափսոսանքով խոսացին, շատ խելոք, լավ երեխա էր, ատենց եմ լսե։ Նարեկի դասընկերոջ մայրը Մարինան նրան բնութագրելիս անընդհատ նույն բառերն է կրկնում։ Հավասարակշռված, բարի, ուժեղ տղա էր մեր Նարեկը։ Խեղդում ենք բոլորս, ահա որ դաշան շատ լավ երեխա էր, ուղղակի չգիտեմ, ով կարարաներ կամ չգիտեմ, ինչն է պատճառը եղել, բոլորս շոկի մեջ ենք, ահա որ շատ էդի բոլորիս ցավն է։ Հա, անընդհատ գնում ենք, գալիս ենք, կապի մեջ ենք, շատ դաժան է, Աստված չանի, ինչ որ մեկի դուռը էդի նորից կա։ Բայց 2026-ին արդեն 8 ընտանիքի համար եկել ու մնացել է այդ օրը։ Նարեկը ծառայության առաջին ամիսներն անցկացրել է Արմավիրի ուսումնական բրիգադում։ Տիգրան Աբրահամյանը, որ Նարեկի դասախոսն է եղել, պատմում է. Ծառայության ընթացքում Նարեկը որևէ խնդիր չի ունեցել։ Մշտապես կապի մեջ է եղել, իսկ վերջին շրջանում նաև արձակուրդում է եղել։ Ուսումնական փուլն ավարտելուց հետո տեղափոխվել է Ճամբարակ։ Հաստատի մեկ երիտասարդի կյանք ընդհատվել է։ Երկուսի կյանքն էլ ըստ էության այսօր բավականին վատ ճանապարհով է գնալու, որովհետև եթե ստացվի, որ ըստ էության տղային ինքնասպանության են դրդել, իսկ հիմա դեռևս քրեական հետապնդում է, դեռևս դատական process չի եղել եւ բնականաբար չեն կարող այս բանին եզրահանգել, թե ինչ է իրականում տեղի ունեցել, իրականում դրդել են կամ մեկ այլ իրավիճակ եղել, այս բանին բնականաբար դժվար է ասել։ Բայց ակնհայտ է, եթե այդ գործով կան ձերբակալվածներ, ապա այդ մարդկանց կյանքն էլ ըստ էության վերածվելու է դժոխքի, որովհետեւ գիտակցել նորմալ մարդուն, որ իր պատճառով որևէ մեկը գնացել է նման քայլի, ինքնին արդեն իսկ բավականին մեծ խնդիր է ցանկացած նորմալ մարդու համար։ Աբրահամյանի խոսքով հատկապես զինծառայողի մարտական հերթապահության անցնելու սկզբնական շրջանում է անհրաժեշտ առավել հետևողական վերահսկողություն եւ ուշադրություն։ Միգուցե հարաբերական առումով սահմանին պատերազմ չկա, բայց ներսում այդ պատերազմը շարունակվում է, որովհետև ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահվան դեպքերը շարունակվում են, ընդ որում այստեղ շատ մեծ խնդրարություն է նաև այն հանգամանքը, որ սա զուտ վերահսկողության բացակայություն չէ։ Գիտեք, հատկապես սկզբնական շրջանում, երբ որ զինծառայողները առաջին անգամ սկսում են մարտական հերթափոխի բարձրանալ, անկախ նրանից սերժանտական կոչումով են, շարքային անձնակազմից են, դրանց նկատմամբ հատուկ պետք է վերահսկողություն իրականացվի։ Ես չգիտեմ հիմա ինձ ով է դա իրականացում, չնայած այս դեպքը ցույց է տալիս, որ ակնհայտորեն չի իրականացվում, բայց օրինակ պաշտպանության բանակում երկար տարիներ հատուկ կարգ էր սահմանված բոլոր այն զինծառայողների համար, որոնք առաջին անգամ հերթափոխ էին բարձրանում։ Հուլիսի 21-ի դեպքից 2 օր անց զինծառայողին ազգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայող կալանավորվել են։ Ուղղակի իմ գլխում չի տեղավորում, ինչ բերիչին կարող է եղած լինել նման մարդու հետ։ Պետք է մեկը, ուրիշ բան ասել չեմ կարող։ 2 օրվա ընթացքում ծնողները բազմաթիվ վարկածներ են կարդացել ու լսել մամուլում։ Մեծ այդ զրույցում հարազատները խնդրել են հետևողական լինել, օգնել գործը շուտ բացահայտելու համար, սակայն զերծ մնալ չստուգված տեղեկությունների եւ իրար հակասող վարկածների տարածումից։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։